Բարև ձեզ քույրեր եւ եղբայրներ, եթերում բնագից հաղորդումն է։ Այսօր ես ուզում եմ խոսել սոցիալական հարցումների մասին եւ այդ հարցումների շնորհիվ ոնց են մանիպուլյացիա անում մեր ժողովրդի կարծիք։ Մենք ուսումնասիրեցինք նախկին սոցիալական հարցումները, որոնք անում էին արտասահմանյան հայտնի կազմակերպությունները, դրանց մեջ International Association Gallup կազմակերպությունն է, Սոսիես կենտրոնը եւ շատ ու շատ ուրիշ նմանատիպ կազմակերպություններ, որոնց մի մասը ֆինանսավորում էր հայտնի արդեն նախկին USAID-ի կողմից։ Եվ ինչ էին անում։ Ուղղակիորեն մեր իշխանավորների գլխավորությամբ խաբում էին մեր ժողովրդին։ Մենք դրա համար որոշեցինք ինքներս զբաղվել այս հարցով եւ հիմա ինչ որ ձեզ կներկայացնեմ, դա մեր սոցիալական հետազոտություններն են համապատասխան խմբի կողմից, որը հարցումը կատարել է մոտավորապես 4900 քաղաքացու կարծիքը իմանալու համար։ Տղամարդկանց քանակը եղել է այդ իմ նշված թվից 72%, կանանցը մոտավորապես 27.7%, հասակները հետևյալն է եղել 16-ից 25 տարեկան 12.4%, 26-ից 45 տարեկան 33%, 46-ից 56 տարեկան մոտավորապես 44%, 60-ից ավել մոտավորապես 10%։ Իրենցից ապահով շերտ իրեն համարվում էր մոտավորապես 15%-ը, 48%-ը իրենց համարում էին ապահով, բայց սահմանափակ, 23%-ը միջին ապահովության մարդիկ էին եւ քիչ եւ կարիքավորներից մասնակցել են մոտավորապես 13%։ Գյուղական սեկտորում մասնակցել են 15%-ը, այս բիզնեսմենները այս քանակի մեջ կազմել են 44%, այն մարդիկ, որոնք չունեն աշխատանք կամ փնտրում են աշխատանք, կազմել են 32% եւ հիմնականում չունեն աշխատանք մոտավորապես 6.8%։ Այսպեսով մենք կարող ենք ասել, որ մենք արել ենք հնարավորինս, որ ունենանք իրական պատկերը։ Ինչ է ստացվել եւ ինչ ենք հարցրել։ Հարցրել ենք հետեւյալը, ձեզ մի մաս կներկայացնեմ։ Օրինակ, որ ռազմական դաշինքին Հայաստանը պետք է միանա, որ լինի ապահով։ ՆԱՏՕ ըստ Սոսիես կենտրոնի, որը հրապարակվել է 04/22 թվականին, ՆԱՏՕ-ին համընկնում են 34%։ Գալուպ կենտրոնի տվյալներով 28%։ Ուշադրություն։ Մեր հարցումները ցույց տվին, որ 8.5%։ Ես ուզում եմ դուք ֆիքսեք մանիպուլյացիան։ Հապկի մասով
նույն կենտրոնները արտասահմանյան համարել են, որ 29.1%-ը Գալուպը համարել է 16.9%։ Մեր հարցումների շնորհիվ 24.9%-ն ոնց որ թե մոտավորապես այստեղ համընկնում է։ Մյուս հարցը, որ միության մեջ մենք պետք է լինենք, որ զարգացնենք մեր էկոնոմիկան։ Ուրեմն Եվրոմիություն ըստ Սոսիեսի 46.1%-ն է։ Ըստ Գալուպի 55% ուշադրություն։ Ըստ մեր հարցումների 5.1%։ Տարբերությունը դուք հասկանում եք, եւ սա ակնհայտորեն մանիպուլյացիա է իրենց կողմից։ Այսօր մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ի կազմում։ Ըստ Սոսիեսի իրենց հարցումների արդյունքում մեր մոտ դա համարել են լավ 28.7%։ Ըստ Գալուպի 38%։ Ուշադրություն։ Ըստ մեր հարցումների 81.1%։ Տեսեք ինչ խաբեբայություն է կատարվում։ Մյուս հարցը եղել է, որ երկրներն են, որոնք կարող են մեր համար լինել հուսալի ստրատեգիական ընկերներ։ Ըստ Գալուպի Ռուսաստան 21.9%, ուշադրություն։ Ըստ մեր հարցումի 69%։ Իրան ըստ Գալուպի 15.9%, ըստ մեր հարցումի 18.5%։ Հետաքրքիր է, չէ՞։ Ֆրանսիա ըստ Գալուպի 46%, ըստ մեր հարցումի 6.4%։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ըստ Գալուպի 13.7%, ըստ մեր հարցումի 4.7%։ Հնդկաստան 23.2%, ըստ մեր հարցումի 2.5%։ Ես ուզում եմ ասել, որ այս մանիպուլյացիաները պատվիրված են մեր երկրի իշխանության կողմից, եւ իրենք այս մանիպուլյով եւ սուտ թվերով են խոսում, եւ մեր ժողովրդի մեջ փորձում այս թվերը ամրապնդել։ Ու մի բան էլ ասեմ, շատ յուրահատուկ վերադառնալով ռազմական դաշինքներին, կհիշեք ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի մասին ես խոսեցի, Ռուսաստան, Հայաստան, Իրան դաշինքի կողմից նախկինում իրենցից ոչ մեկ այդ հարցումը չի արել։ Ըստ մեր հարցումի մոտավորապես 52%-ը եղել են կողմ։ Հիմա ես հայտարարեցի այն հարցումների թվերը, որը մենք ենք արել, եւ համեմատեցի անհարցումների թվերի հետ, որոնք ձեզ ներկայացրել են Արևմուտքի կազմակերպությունները։ Հիմա ես խնդրում եմ բոլորդ հիշեք ձեր կարծիքները այս հարցերի մասում, բոլորդ զրուցեք ձեր ընկերների հետ, փորձեք նման հարցեր տալ, եւ դուք կհասկանաք ում հարցումն է եւ ում այս սոցիալական պատկերը Հայաստանում ումն է ճիշտ։ Ես չեմ ուզում շարունակեմ, ինչի համար, որ չստացվի, որ քաղաքական, այսպես ինձ համար դիվիդենդներ եմ հավաքում, քանի որ մենք ունենք շատ ուրիշ հարցեր, բայց իմ նպատակը այսօր դա չի։ Իմ նպատակը, որ դուք հասկանաք, որ անverջ խաբելով մեր երկրի ղեկավար։ Միայն մի բան ասեմ, մենք հարցումը այդ շարունակել ենք, թե ում են իրենք տեսնում երկրի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի կողմից, կողմնակիցները կազմել են մոտավորապես 3%
որոնց ես համարում եմ թող ինձ ներեն, բայց զոմբիներ։ Դրանք Նիկոլի զոմբիներն են։ Բոլոր դեպքերում բոլորը մեր քաղաքացիներն են, մենք ոչ մեկին վիրավորելու խնդիր չունենք։ Ես ուղղակի դա ասեցի, որ ավելի լավ պատկերացում ստանաք, այ ոչ թե որպես վիրավորանք, բայց այդ զոմբիները ի վերջո միևնույն է քչանում են եւ այդպես էլ կա այսօր մեր իրողության մեջ։ Մենք պայքարում ենք եւ պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերահանում են։ Շնորհակալություն։